Պատկերացրեք, ձեր ամբողջ տոհմածառը կառուցված է մեկ սարսափելի ստի վրա։ Հարսանիքի օրը մի երիտասարդ կին իմանում է, որ իր փեսացուն ոչ միայն իր սիրելին է, այլև իր արյունակից ազգականը։ Եվ սա հեռավոր կապ չէ, այլ այնքան խորը և ամոթալի մի գաղտնիք, որ նրանց ընտանիքները թաղել են այն տասնամյակներ շարունակ։ Մի ճշմարտություն, որը նրանց ամուսնությունն անհնարին է դարձնում, իսկ սերը արգելված։ Այս պատմությունը ցույց կտա, թե ինչպես մեկ հին, մոռացված լուսանկարը փլուզեց ստի մի ամբողջ կայսրություն, որը կառուցվել էր ընտանիքի պատիվը պաշտպանելու համար։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք, թե ինչ է տեղի ունենում, երբ սիրահար զույգը ստիպված է լինում ընտրություն կատարել իրենց զգացմունքների և մի ճշմարտության միջև, որը կարող է ոչնչացնել բոլորին։ Սա պարզապես ընտանեկան դրամա չէ, սա գոյատևման պայքար է։ Նրանց գտած պատասխանները ձեզ կցնցեն ավելին, քան սկզբնական գաղտնիքը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Շքեղ հանդիսասրահի բարձր պատուհաններից ներս լցվող արևի լույսը խաղում էր բյուրեղյա ջահերի վրա, հազարավոր շողերով ցրվելով սենյակում և ոսկե փոշու պես նստելով Նաիրայի ձյունաճերմակ զգեստի վրա։ Նա կանգնած էր վիթքարի հայելուկ առաջ, ակնդեց նայելով իր արտացոլանքին, կարծես փորձում էր հավատալ, որ այս հեքիաթի գլխավոր հերոսուհին հենց ինքն է։ 26 տարվա երազանքներն ու սպասումները մարմնավորվել էին այդ մեկ պահի մեջ։ Շուրջը պտտվող մայրն ու զարմուհիները աղմուկում էին, բայց նրանց ձայները Նաիրային հասնում էին կարծես հեռվից։ Նրա աշխարհը կենտրոնացել էր հայելու մեջ պարթակված երջանկության պատկերի վրա։ Մայրը, Անահիտը, չկարողացավ զսպել արցունքները, թաշկինակով զգուշորեն սրբելով աչքերի անկյունները։ Աստված իմ Նաիրա ջան, հրեշտակի ես նման, չեմ հավատում, որ իմ փոքրիկ աղջիկն այսօր հարս է գնում, շշնջաց նա գրկելով դստերը։ Նաիրան ծիծաղեց, փորձելով թեթևացնել պահի հուզական լարվածությունը։ Մամ, մի լացի, դիմահարդարումս կփչանա, տեսնես Արմանը կհավանի, այնքան եմ անհանգստանում, ասաց նա, թեև սրտի խորքում գիտեր, որ Արմանի համար ինքն աշխարհի ամենագեղեցիկն է։ Ամեն ինչ կատարյալ է, պետք է կատարյալ լինի, կրկնում էր նա ինքն իրեն որպես աղոթք։ Հենց այդ պահին հեռախոսի զանգը խախտեց սենյակի հանդիսավորությունը։ Արմանն էր, Նաիրայի սիրտը բաբախեց։ Ալո, Արման, չի կարելի, հարսին միջև պսակը տեսնելը վատ նշան է, փսփսաց նա ժպիտը դեմքին։ Հեռախոսի մյուս կողմից լսվեց Արմանի հանգիստ թավշե ձայնը։ Գիտեմ, ուղղակի ուզում էի ձայնդ լսել։ Ամեն ինչ նորմալ է, դու երջանիկ ես։ Այդ հարցը կարծես օդը լցրեց Նաիրայի թոքերը։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, սպասում եմ քեզ։ Տանը տիրում էր տոնական քաոս։ Օդում խառնվել էին թարմ թխված գաթայի, սուրճի և բակից եկող խորովածի գայթակղիչ բույրերը։ Զուռնադոլի կանչող ձայները թափանցում էին բաց պատուհաններից, ստիպելով անգամ ամենալուրջ հյուրերին ոտքով ռիթմ տալ։ Սվետլանա տատիկը, 75-ամյա, բայց դեռևս կեցվածքը չկորցրած մի կին, շրջում էր սենյակներում կարգադրություններ անելով։ Նա ժպտում էր բոլորին, բարի խոսքեր ասում, սակայն նրա աչքերի խորքում թաքնված էր մի անբացատրելի տագնապ, որը նկատելի էր միայն նրանց համար, ովքեր շատ լավ էին ճանաչում նրան։ Աղջիկ ջան, սուրճը տար հյուրերին, թող չսառի, այսօր մեր տան պատիվն է հաղի մեջ, ասաց նա հարսներից մեկին, և այդ պատիվ բարի վրա նրա ձայնը մի պահ դողաց։ Հանկարծ դուռը բացվեց, և ներս մտավ մի գոռ, փոքրամարմին պառավ, հագին իր լավագույն, բայց վաղուց նորաձևությունից դուրս եկած զգեստը։ Ձեռքին նա սեղմել էր հին մաշված կաշվով պատված մի տուփ։ Դա Մարոն էր, Սվետլանայի հեռավոր մորաքույրը, որին տասնյակ տարիներ չէին տեսել։ Սենյակում մի պահ լռություն տիրեց, բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի անսպասելի հյուրը։ Սվետլանայի դեմքը քարացավ, ժպիտը սառեց շուրթերին։ Մարո, դու եկա՞, չէի սպասում, հազիվ լսելի շշնջաց նա։ Մարոն սակայն չուներ նրա նրբանկատությունը։ Բա ոնց չգայի Սվետլան, իմ աղբոր թոռնիկի հարսանիքն ա, էսպիսի օրը մարդ տանը չի մնա, բարձրաձայն հայտարարեց նա իր գյուղական անմիջական բարբարով։ Աղբոր թոռնիկ արտահայտությունը տարօրինակ կերպով կտրեց սենյակի օդը։ Սվետլանան շփոթված շուրջը նայեց, փորձելով արագ փոխել թեման։ Հոգնած կլինես ճանապարհից, արի նստիր։ Ճիշտ այդ պահին սենյակ մտավ Արմանը փեսայի շքեղ կոստյումով, վարդը կրծքին։ Նրա հայտնվելով սենյակը կարծես լույսով լցվեց։ Նա ժպտալով մոտեցավ Սվետլանային, մեծ հարգանքով համբուրելու նրա ձեռքը։
Մարոն սակայն սևեռուն նայում էր նրան, կարծես ուրվական տեսած լիներ։ Նրա աչքերը լայնացան, եւ նա մատը պարզեց դեպի երիտասարդը։ Վայ, էս տղեն, ոնց որ մեռածին հանես գերեզմանից։ Աչքերը, ճիշտ պապուտ աչքերն են, Վահանի աչքերը։ Սվետլանայի դեմքից գույնը լրիվ գնաց։ Նա կտրուկ շարժումով բռնեց Մարոյի թևից, փորձելով նրան լռեցնել, բայց արդեն ուշ էր։ Սենյակում տիրեց խուլ լռություն։ Երաժշտությունը կարծես կանգ առավ, զրույցները մարեցին։ Արմանը տարակուսած նայում էր մեկ ծեր կնոջը, մեկ գունատված Սվետլանային։ Հենց այդ պահին սենյակի շեմին հայտնվեց Նաիրան իր ողջ հարսանեկան շքեղությամբ։ Նա կանգ էր առել, զգալով օդում կախված անբացատրելի լարվածությունը։ Ինչ է պատահել։ Տատիկ, լավ ես, հարցրեց նա անհանգիստ ձայնով։ Սվետլանան ոչինչ չպատասխանեց։ Նրա հայացքը սառել էր Արմանի վրա, իսկ ձեռքերը դողում էին։ Մոխրի տակ տասնամյակներ շարունակ թաքնված կրակը սկսել էր ծխալ, սպառնալով վայրկյանների ընթացքում վերածվել ամեն ինչ խժռող հրդեհի։ Լռության մեջ Մարոն, կարծես չնկատելով իր խոսքերի ստեղծած իրարանցումը, դանդաղ բացեց իր հին կաշվեպատ տուփը։ Դողացող մատներով նա այնտեղից հանեց մի խունացած, դեղնած լուսանկար եւ պարզեց դեպի Սվետլանան։ Ահա, տես Սվետլան, դու ու քո աղբեր Վահանը։ Եղբայր բառը որոտի պես հնչեց սենյակի խուլ լռության մեջ, փշրելով ոչ միայն տոնական տրամադրությունը, այլև Նաիրայի ամբողջ աշխարհը։ Նրա ձեռքից լուսանկարը սահեց ու անձայն ընկավ գորգի վրա, բայց նա դա չնկատեց։ Նրա հայացքը սառել էր, տեղափոխվելով Արմանի շփոթված դեմքից դեպի տատիկի քարացած դիմագծերը, ապա նորից Արմանին։ Ինչպես կարող էր այն մարդը, ում սիրում էր իր կյանքից առավել, ում հետ պատրաստվում էր կապել իր ճակատագիրը, լինել իր արյունակիցը։ Այդ միտքն այնքան այլանդակ էր, այնքան անհավանական, որ ուղեղը հրաժարվում էր ընդունել այն։ Սակայն Սվետլանայի սարսափահար լռությունը, նրա մոխրագույն դարձած դեմքը ավելի համոզիչ էին, քան ցանկացած խոստովանություն։ Հիշողությունները կայծակի արագությամբ սկսեցին վառվել Նաիրայի մտքում, կապելով անցյալի աննշան թվացող դրվագները ներկայի սարսափելի բացահայտմանը։ 2 տարի առաջ, համալսարանի գրադարանի լռության մեջ, երբ նա առաջին անգամ հանդիպեց Արմանին, նրանց միջև անմիջապես մի անտեսանելի կապ ստեղծվեց։ Նրանք ժամերով խոսում էին, եւ զարմանալիորեն պարզվեց, որ նրանց ընտանիքները նույն քաղաքից են, նույնիսկ հեռվից ճանաչում են միմյանց։ Այն ժամանակ դա թվում էր ճակատագրի հաճելի նվեր։ Զարմանալի է, մեր տատիկը Սվետլանան միշտ ասում էր, որ ձեր ընտանիքի հետ հեռու բարեկամություն ունեն, բայց երբեք մանրամասներ չի պատմել, միշտ մի տեսակ խուսափում էր այդ թեմայից, ասել էր Նաիրան անմեղորեն ծիծաղելով։ Արմանն էր հաստատել։ Հա, պապս էլ, նա շատ քիչ էր խոսում իր մանկությունից, ասում էր, թե ծանր տարիներ են եղել, պետք չէ անցյալը քրքրել։ Այդ խոսքերն այժմ չարագուշակ կերպով հնչում էին նրա ականջներում։ Նրանց սերն աճել էր անցյալի ստվերների վրա, չիմանալով, որ իրենք քայլում են թունավորված հողի վրա։ Մի քանի ամիս առաջ, երբ նա հուզված պատմում էր տատիկին ամուսնության առաջարկության մասին, Սվետլանայի ռեակցիան տարօրինակ էր եղել։ Նրա ձեռքերը, որոնք հմտորեն խմոր էին հունցում, մի պահ կանգ էին առել օդում։ Արմանը, այն Վարդանի տղան, հարցրել էր նա, եւ նրա ձայնի մեջ կար մի նոտա, որը Նաիրան այն ժամանակ չէր կարողացել բացատրել։ Իհարկե ուրախացել եմ բալես, ուղղակի անսպասելի էր, աշխարհը ինչքան փոքր է։ Արագ ուղղվել էր Սվետլանան, շարունակելով իր գործը, բայց նրա աչքերում մի ակնթարթով սառույց էր հայտնվել։ Նաիրան այն ժամանակ չէր նկատել դա, կուրացած լինելով իր երջանկությունից։ Հիմա նա հասկանում էր, տատիկը գիտեր, նա ամբողջ ընթացքում գիտեր եւ լռում էր։ Նա հիշեց իր մոր խոսքերը, որոնք հնչել էին տարիներ առաջ։ Այդ պատմությունը պետք է մեռնի մեզ հետ, մեր ընտանիքի անունը մաքուր պիտի մնա։ Սվետլանան որոշել էր զոհաբերել իր թորնուհու երջանկությունը, հանուն այդ մաքուր անվանը։ Նա կարծել էր, թե տասնամյակները կարող են թաղել ճշմարտությունը, բայց ճշմարտությունը, ինչպես պարզվեց, թաղել հնարավոր չէ, այն միշտ ճանապարհ է գտնում դեպի լույս։ Նույնիսկ եթե դրա համար պետք է այրի ամեն ինչ իր ճանապարհին։ Արմանի ծնողները, Վարդանն ու Կարինեն, որոնք մոտեցել էին տեսնելու, թե ինչ աղմուկ է, քարացած նայում էին Սվետլանային։ Նրանց դեմքերին արտահայտված էր անհավատության եւ զզվանքի խառնուրդ։
Իսկ Մարոն անցյալի այդ անխնա ուրվականը շարունակում էր իր պատմությունը, չգիտակցելով իր բերած ավերածությունների չափը։ Ձեր հայրը, իմ հորեղբայրը, երկու ընտանիք էր պահում, ամբողջ գյուղը գիտեր, բայց ամոթից լուռ էին։ Վահանը նրա առաջին, չգրանցված կնոջից էր, իսկ դու, Սվետլան, երկրորդից, օրինականից։ Բայց արյունը ջուր չի դառնա, նույն հոր զավակներն էիք։ Յուրաքանչյուր բառը մեխի պես խրվում էր Նաիրայի սրտի մեջ։ Սենյակում օդը սպառվել էր, ճնշումն այնքան մեծ էր, որ թվում էր պատերը շուտով կփլվեն։ Եվ դրանք փլվեցին, բայց ոչ թե տան պատերը, այլ Սվետլանայի դիմադրության վերջին պատնեշը։ Չդիմանալով բոլորի մեղադրական հայացքներին եւ իր սեփական խղճի խայթին, նա գունատվեց, աչքերը փակվեցին եւ նա անձայն փլվեց հատակին։ Շուրջը խուճապ սկսվեց, մարդիկ վազվզում էին, գոռում, ջուր բերում, բայց Նաիրան տեղից չէր շարժվում։ Նա կանգնած էր հարսի զգեստով, իր երազանքների փլատակների մեջ, եւ նրա մտքում անverջ պտտվում էր մեկ միակ սարսափելի բառը՝ եղբայր։ Հարսանիքը չեղարկվեց։ Այդ երկու բառը սառը դանակի պես կտրեցին օդը, վերջ դնելով տոնին, որն այդպես էլ չսկսվեց։ Ժամերի ընթացքում շքեղ զարդարված տունը դատարկվեց, թողնելով միայն լռություն, կիսատ կերված ուտեստների թխուր տեսարան եւ ամոթի խիտ շոշափելի զգասողություն։ Երեկոյան Նաիրան դեռ նստած էր հյուրասենյակում, հարսի զգեստով, որն այլևս ոչ թե երջանկության խորհրդանիշ էր, այլ սպիտակ սավան, փաթաթված իր մեռած երազանքների շուրջ։ Նրա կողքին լուռ լաց էր լինում մայրը, Անահիտը, իսկ տատիկին Սվետլանային բժշկի հանձնարարությամբ տեղավորել էին իր ննջասենյակում։ Յուրաքանչյուր րոպեն թվում էր դար։ Մի մտածիր այդ մասին, աղջիկս, երևի սխալմունք է, Մարո տոտան ծեր է, կարող է հորինած լինի, կոտրված ձայնով փորձեց մխիթարել Անահիտը, բայց նրա խոսքերը դատարկ էին հնչում։ Նաիրան դանդաղ շրջեց գլուխը, նրա աչքերը չոր էին ու սառը։ Իսկ տատիկի ուշագնացությունը։ Դա էլ հորինված։ Մամ, դու ինչ-որ բան գիտեիր, հարցրեց նա, եւ այդ հարցի մեջ կար ոչ այնքան հետաքրքրասիրություն, որքան մեղադրանք։ Անահիտը սարսափահար հետ քաշվեց։ Ոչ, երդվում եմ, ես ոչինչ չգիտեի։ Մայրս երբեք ոչինչ չի պատմել իր ընտանիքի մասին։ Միշտ ասում էր, թե որբ է մեծացել։ Այդ պահին Նաիրան վերջնականապես հասկացավ, որ իրենք ապրել են ստի մի հսկայական սարդոստայնի մեջ, եւ ինքը, Նաիրան, եղել է այն ճանճը, որն անզգուշաբար խճճվել է դրա մեջ։ Նա վեր կացավ։ Զգեստի ծանրությունը կարծես քարշ էր տալիս նրան դեպի գետին, բայց նա դիմադրեց։ Նա պետք է խոսել Արմանի հետ։ Չնայած ամեն ինչին, նրա սրտում դեռ թրթրում էր հույսի մի թույլ կայծ, որ իրենց սերը կարող է ավելի ուժեղ լինել, քան անցյալի մեղքերը։ Նա դանդաղ հանեց հարսի զգեստը, յուրաքանչյուր շարժումով հրաժեշտ տալով իր նախկին կյանքին։ Գիշերային այգին, որտեղ նրանք հանդիպեցին, նրանց սիրո լուռ վկան էր, բայց այսօր այնտեղ տիրում էր սառնություն։ Նրանք նստած էին իրենց սիրելի նստարանին, բայց իրարից այնքան հեռու, որ նրանց միջև կարծես անտեսանելի պատ լիներ։ Արմանի դեմքը հոգնած էր ու տանջված։ Ծնողներս, նրանք խելագարվել են, հայրս ասում է, որ ձեր ընտանիքը մեզ խաբել է, որ սա մեծագույն անպատվություն է, սկսեց նա, հայացքը հառած գետնին։ Նաիրայի սիստը սխմվեց։ Բայց մենք ինչ մեղավոր ենք, Արման, սա տեղի է ունեցել գրեթե 100 տարի առաջ։ Մենք դեռ սիրում ենք իրար, չէ՞, հարցրեց նա, ձայնի մեջ հուսահատություն։ Արմանը վերջապես նայեց նրան, եւ նրա աչքերում Նաիրան տեսավ ոչ միայն սեր, այլև տառապանք ու շփոթություն։ Իհարկե սիրում եմ, Նաիր, բայց սա ամեն ինչ փոխում է։ Եթե դա ճիշտ է, ուրեմն մեր տատիկն ու պապիկը եղբայր ու քույր են եղել։ Դա նշանակում է, որ մեր ծնողները զարմիկներ են, իսկ մենք… Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Այդ չասված բառերը սարսափելի ուրվականի պես կախվվեցին նրանց միջև։ Նրանց հասարակության մեջ նման կապը համարվում էր արյունապղծությանը հավասար մի բան։ Միգուցե դա սուտ է, պետք է պարզենք, պետք է խոսենք տատիկիս հետ, նա պարտավոր է ճշմարտությունը պատմել, ասաց Նաիրան, կառչելով վերջին հույսից։ Արմանը տխուր ժպտաց։ Իսկ եթե դա ճշմարտությունն է, այդ դեպքում ինչ ենք անելու, Նաիրա։ Այդ հարցին պատասխան չկար։ Հաջորդ առավոտ Նաիրան մտավ տատիկի ննջասենյակ։ Սվետլանան նստած էր անկողմում, հայացքը հառած պատուհանից այն կողմ։ Նա կարծես մեկ գիշերվա մեջ 10 տարով ծերացել էր։ Տատիկ, պետք է խոսենք, սկսեց Նաիրան, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Խոսելու բան չկա, Մարոն խելքը թռցրել է։
Առանց շրջվելու պատասխանեց Սվետլանան։ Այդ պահին Նաիրայի համբերության բաժակը լցվեց։ «Մի ստիր ինձ, ես քո թոռնուհին եմ, ես իրավունք ունեմ իմանալու ճշմարտությունը։ Ո՞վ էր Վահանը քեզ համար», գրեթե գոռաց նա։ Սվետլանան դանդաղ շրջվեց։ Նրա աչքերում ոչ թե զղջում էր, այլ տասնամյակների հոգնածություն և ցավ։ «Հանուն ընտանիքի պատվի, հանուն քեզ, ես ուզում էի, որ դու ունենայիր այն մաքուր անունը, որը ես երբեք չեմ ունեցել։ Մեր հոր սխալը մեր ամբողջ կյանքի վրա ստվեր էր գցել։ Ես չէի ուզում, որ այդ ստվերը հասնի քեզ»։ Նաիրան դառնորեն ծիծաղեց։ «Ստվերը։ Դու փոթորիկ բերեցիր իմ կյանք, քո սուտը ավելի վատն է, քան ցանկացած ճշմարտություն»։ Նա դուրս վազեց սենյակից, հասկանալով, որ այս պատը քանդելն անհնար է։ Նա հասկացավ, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան ինքը պատկերացնում էր, և սովորական ճանապարհներով այն լուծել չի ստացվի։ Հենց այդ պահին զանգեց նրա հեռախոսը։ Արմանն էր։ Նրա ձայնը լարված էր ու անհանգիստ։ «Նաիրա, հայրս եկել է ձեր տուն։ Նա ուզում է խոսել քո ծնողների հետ, և նա մենակ չէ, իր հետ փաստաբան է բերել»։ Փաստաբան բառը լսելուն պես Նաիրայի սիրտը սառը ձեռքով սեղմեցին։ Սա այլևս ընտանեկան թյուրիմացություն չէ, սա վերածվում էր պատերազմի։ Նա աստիճաններով ցած իջավ, զգալով, թե ինչպես է յուրաքանչյուր աստիճանի հետ իր մարմնից ուժը պակասում։ Հյուրասենյակի մթնոլորտը սառցե դամբարանի էր նման։ Մի կողմում նստած էին իր ծնողները՝ Անահիտը և Տիգրանը, երկուսի դեմքին էլ շփոթության և վիրավորված հպարտության խառնուրդ։ Նրանց դիմաց, կարծես դատավորներ լինեին, նստած էին Արմանի հայրը Վարդանը և մի խիստ անզգացմունք դեմքով տղամարդ, ակնհայտորեն փաստաբանը։ Արմանը կանգնած էր հոր կողքին, գլխիկոր, կարծես ամաչում էր իր իսկ ներկայությունից։ Նաիրան կանգ առավ սենյակի անկյունում, զգալով իրեն օտար իր սեփական տանը։ Վարդանի ձայնը սառն էր ու մետաղական, զուրկ որևէ զգացմունքից։ «Ես այստեղ եմ, որպեսզի վերջնականապես պարզաբանենք այս անպատվաբեր իրավիճակը։ Պարզվում է, ձեր ընտանիքը տասնամյակներ շարունակ թաքցրել է մի փաստ, որը մեր երեխաների ամուսնությունը դարձնում է ոչ միայն անբարոյական, այլև հնարավոր է անօրինական։ Նաիրայի հայրը, Տիգրանը, որը մինչ այդ լուռ էր, պորտկաց։ Վարդան, զգույշ խոսիր, մենք էլ ձեզ նման շոկի մեջ ենք, մենք ոչնչից տեղյակ չենք եղել»։ Փաստաբանը միջամտեց, նրա ձայնը նույնքան անկիրք էր, որքան իր հայացքը։ «Խնդիրը տեղյակ լինելը չէ, խնդիրն այն է, որ այս ամուսնությունը չի կարող կայանալ։ Մենք պահանջում ենք, որ դուք հրապարակայինորեն հայտարարեք նշանադրության խզման մասին և ամբողջ պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա, մեր ընտանիքի բարի անունը չվարկաբեկելու համար»։ Այդ պահին Նաիրան այլևս չդիմացավ։ «Բարի անունը, իսկ իմ կյանքը, իմ զգացմունքները, դրանք նշանակություն չունեն, սա գործարք չէ, սա մեր կյանքն է»։ Վարդանը նրա վրա նետեց արհամարհական հայացք, որը Նաիրային ստիպեց իրեն փոքր ու անպաշտպան զգալ։ «Աղջիկ ջան, դու դեռ չես հասկանում իրավիճակի լրջությունը։ Այս լուրը եթե տարածվի, մեր ընտանիքը խայտարակ կլինի։ Մարդիկ կասեն, որ մենք թույլ ենք տվել, որ մեր տղան ամուսնանա իր ազգականի հետ»։ Արմանը փորձեց միջամտել, բայց հոր կտրուկ հայացքը ստիպեց նրան լռել։ Այդ լռությունը Նաիրայի համար ավելի ցավոտ էր, քան ցանկացած խոսք։ Նա հասկացավ, որ Արմանը թակարդի մեջ է, իր սիրո և ընտանեկան պարտքի միջև, և այդ պայքարում ինքը կարող է պարտվել։ Հաջորդ օրը Նաիրան դուրս եկավ փողոց և զգաց, թե ինչպես է փոխվել աշխարհը։ Կամ գուցե աշխարհը նույնն էր, ինքն էր փոխվել։ Նա զգում էր հարևանների հետաքրքրասեր, երբեմն նույնիսկ դատապարտող հայացքներն իր վրա։ Չեղարկված հարսանիքի մասին լուրերը կայծակի արագությամբ էին տարածվել, և յուրաքանչյուրն իրեն իրավունք էր վերապահում դատելու և քննարկելու։ Նա մտավ իր սիրելի սրճարանը, որտեղ հաճախ էր հավաքվում ընկերուհիների հետ։ Նրանք այնտեղ էին, նստած իրենց սովորական սեղանի շուրջ։ Երբ Նաիրան մոտեցավ, նրանց աշխույժ զրույցը կտրուկ ընդհատվեց։ «Նաիր, վայ, ոնց ես, լսեցինք ինչ է եղել, շատ ցավում ենք», ասաց Լիլիթը ակնհայտ անհարմարություն զգալով։ Նաիրան դառնորեն ժպտաց։ «Ցավում եք, բայց բամբասում եք, չէ»։ Մյուս ընկերուհին, Անին, փորձեց մեղմել իրավիճակը։ «Դե դու էլ հասկացի, շատ տարօրինակ պատմություն է, ճիշտ է, որ դուք իրականում»։ Նաիրան չթողեց, որ նա ավարտի։ «Ինչ, իրականում ինչ։ Ես եկել էի ընկերներիս մոտ, բայց տեսնում եմ, որ էստեղ միայն հետաքրքրասերներ են»։ Նա շրջվեց և դուրս եկավ, իր հետևից թողնելով լարված լռություն։ Նա հասկացավ, որ կորցրել է ոչ միայն իր ապագան, այլև իր անցյալը, իր ընկերներին, իր սոցիալական շրջապատը։ Նա մեկուսացված էր, միայնակ իր ցավի մեջ։
Նույն երեկոյան Արմանի տանը նույնպես փոթորիկ էր։ Նա փորձում էր խոսել ծնողների հետ, բայց նրանք կարծես քարե պատ լինեին։ «Հայր, մայր, խնդրում եմ, հասկացեք, նա իրան էլ մեղավոր չէ, մենք պետք է միասին լուծում գտնենք, ոչ թե թշնամանանք», աղերսում էր նա։ Նրա մայրը Կարինեն սկսեց լաց լինել։ «Ինչ լուծում, տղաս, լուծում չկա, այդ ընտանիքը մեզ խայտառակ արեց, ինչպես ենք մարդկանց աչքերին նայելու»։ Վարդանի որոշումը վերջնական էր ու անբեկանելի։ Վերջացած պատմություն է, դու այլևս նրա հետ չես հանդիպի։ Ես թույլ չեմ տա, որ իմ տոհմը խառնվի մի ընտանիքի հետ, որը կառուցված է ստի և ամոթի վրա։ Բայց ես սիրում եմ նրան, հուսահատ բացականչեց Արմանը։ Հոր պատասխանը սառը ցնցուղի պես էր. սերը կանցնի, իսկ պատիվը մնում է։ Արմանը հասկացավ, որ իր ընտանիքի համար ավանդույթներն ու հասարակական կարծիքը ավելի թանկ են, քան իր երջանկությունը։ Նա զգաց, որ կորցնում է ոչ միայն Նաիրային, այլև ինքն իրեն։ Խնդիրը գնալով խորանում էր, վերածվելով անելանելի մի հորձանութի, որը քաշում էր բոլորին դեպի հատակը։ Եվ Նաիրան հասկանում էր, որ սա դեռ սկիզբն է։ Նա զգում էր, որ այս պատմության մեջ կա էլի ինչ-որ բան, մի ավելի մութ գաղտնիք, որը դեռ թաքնված է մոխրի տակ։ Իսկ այդ գաղտնիքի բանալին միայն մի մարդու մոտ էր, լռության մեջ պարփակված Սվետլանա տատիկի։ Հուսահատությունը մարդուն դարձնում է կամ անզոր, կամ անխոհեմ։ Նաիրան որոշեց, որ այլևս անզոր չի լինելու։ Եթե աշխարհը նրա դև էր, ուրեմն նա պետք է ճշմարտությունը գտներ սեփական ուժերով։ Նրա միակ հույսը Մարո տատիկն էր, անցյալի այն միակ կենդանի վկան, որը, չնայած իր թուլացած հիշողությանը, գուցե պահպանել էր այն բանալին, որը կբացեր այս սարսափելի գաղտնիքի դուռը։ Բայց Մարոյին արդեն հասցրել էին նույն օրը հետ ուղարկել գյուղ, հեռու քաղաքի աղմուկից և իր իսկ ստեղծած քաոսից։ Նաիրան, առանց ծնողներին զգուշացնելու, վերցրեց մեքենայի բանալիներն ու ուղևորվեց դեպի այն հեռավոր լեռնային գյուղը, որտեղ ծնվել էին իր տատն ու Արմանի պապը, որտեղից սկիզբ էր առել այս ամբողջ անիծված պատմությունը։ Ճանապարհը երկար էր ու դժվարին, կարծես ինքը, բնությունը, չէր ուզում, որ նա հասնի իր նպատակին։ Բայց Նաիրան առաջ էր ընթանում, առաջնորդվելով միայն մեկ մտքով՝ ճշմարտությունը կամ ոչինչ։ Երբ նա վերջապես գտավ Մարոյի հին քարետունը, արդեն մթնում էր։ Ծեր կինը նստած էր բակի թթենու տակ, նայելով հեռվում մայր մտնող արևին։ Նա զարմացավ, տեսնելով Նաիրային, բայց նրա աչքերում կար նաև ինչ-որ տարօրինակ, գուցե մեղավորության նման մի բան։ «Ես եկել եմ իմանալու ամեն ինչ, տատիկ, ամբողջ ճշմարտությունը, առանց թաքցնելու», ասաց Նաիրան, նստելով նրա կողքին։ Մարոն երկար լռեց, հետո խորը հոգոց հանեց։ Ճշմարտությունը ծանր բեռ է, աղջիկս, ոմանք չեն կարողանում տանել դրա ծանրությունը։ Եվ նա սկսեց պատմել։ Նա պատմեց մի պատմություն սիրո, դավաճանության և ամոթի մասին։ Պատմեց, թե ինչպես իր հորեղբայրը, Սվետլանայի և Վահանի հայրը, սիրել է երկու կնոջ, երկու ընտանիք պահել, մեկը գյուղում, մյուսը քաղաքում։ Պատմեց, թե ինչպես երեխաները, Սվետլանան և Վահանը, գաղտնի հանդիպում էին, իրար սիրում էին որպես քույր ու եղբայր, մինչև որ մեծերի աշխարհի կեղտը թունավորեց նրանց հարաբերությունները։ Նաիրան լսում էր, սիրտը սեղմված։ Ամեն ինչ նույնն էր, ինչ նա արդեն գիտեր, պարզապես ավելի մանրամասն։ Հույսը, որ գուցե այս ամենը սխալմունք է, սկսում էր մարել։ «Բայց դա դեռ ամենը չէ, չէ՞», հարցրեց նա, զգալով, որ գլխավոր մասը դեռ առջևում է։ Մարոն նայեց նրան, և նրա ծեր, խորը կնճիռներով պատված աչքերում արցունքներ հայտնվեցին։ «Ոչ, դա ամենը չէ, կամ մի բան, որը միայն ես ու Սվետլանան գիտենք։ Մի բան, որը նա տարավ իր հետ գերեզման»։ Նա կանգ առավ, կարծես վախենում էր բարձրաձայնել բառերը։ «Ինչ բան», շշնջաց Նաիրան։ Մարոն դողացող ձեռքով բռնեց նրա ձեռքը։ «Վահանը, նա ձեր պապը չէր, նա Արմանի պապը չէր, նա անզավակ մահացավ պատերազմի ժամանակ, շատ երիտասարդ»։ Նաիրայի ուղեղը կարծես կանգ առավ։ «Ինչ, բայց ո՞վ է Արմանի պապը, ո՞վ է այն մարդը, ում բոլորը Վահան են կոչում»։ Եվ այդ պահին Մարոն արտասանեց այն խոսքերը, որոնք պայթյունի պես քանդեցին Նաիրայի աշխարհի հիմքերը։ Երբ Վահանը մահացավ, նրա մայրը, խելագարված վշտից, որդեգրեց մի որբ տղայի, որպեսի պահպանի իր ամուսնու, ձեր մեծ պապի հիշատակը, որպեսի նրա արյունը շարունակվի, նա այդ տղային տվեց Վահան անունը և բոլորին ներկայացրեց որպես իր հարազատ որդի։ Ոչ ոք, բացի ինձնից ու Սվետլանայից, չիմացավ ճշմարտությունը։
Սվետլանան լռեց, որովհետև այդ սուտը ձեռնտու էր նաև իրեն։ Այն թաքցնում էր իր հոր մեղքը, պահպանում ընտանիքի պատիվը։ Այն տղան, Արմանի պապը, նա ձեր ընտանիքի հետ ոչ մի արյունակցական կապ չունի։ Նա իրան զգաց, թե ինչպես է գետինը գնում իր ոտքերի տակից։ Սենյակը սկսեց պտտվել, ձայները խլացան։ Այսինքն Արմանը նրա ազգականը չէ, այսինքն նրանց սերը մեղք չէ, այսինքն այս ամբողջ տառապանքը, այս ամբողջ ամոթը, չեղարկված հարսանիքը, այս ամենը հիմնված է եղել մի հսկայական 70-ամյա սխտի վրա։ Սուտը, որը պետք է թաքցներ մի մեղք, ծնել էր մեկ այլ, ավելի սարսափելի մեղք։ Սուտը դարձել էր տոհմածառ։ Նրանք զոհ էին դարձել ոչ թե արյան կանչի, այլ ստի։ Տատիկը Սվետլանան ոչ թե պաշտպանել էր ընտանիքի պատիվը, այլ ոչնչացրել էր իր թորնուհու երջանկությունը, հանուն մի գաղտնիքի, որն իմաստ էլ չուներ։ Ցնցումն այնքան ուժեղ էր, որ նա իրան չէր կարողանում շնչել։ Նա նայեց իր ձեռքերին, հետո երկնքին։ Կարծես առաջին անգամ էր տեսնում աշխարհը։ Ամեն ինչ, ինչին նա հավատում էր, փլուզվեց այդ մեկ ակնթարթում։ Նա ազատ էր, բայց այդ ազատությունը ծանր էր, ինչպես գերեզմանակար։ Որովհետև հիմա նա գիտեր մի ճշմարտություն, որը կարող էր կամ փրկել իրենց սերը, կամ վերջնականապես թաղել այն ստի փլատակների տակ։ Գյուղից վերադարձի ճանապարհը նա իրան չի հիշում։ Նրա գիտակցությունը կարծես անջատվել էր, մեքենան վարելով ավտոմատ ռեժիմով, մինչդեռ իր ներսում տեղի էր ունենում տիեզերական մասշտաբի փլուզում։ Ամեն ինչ շրջվել էր գլխի վայր, սևը դարձել էր սպիտակ, սուտը ճշմարտություն, իսկ ճշմարտությունը անտանելի բեռ։ Նա տուն հասավ ուշ գիշերով։ Տան լույսերն անթարթ էին, ինչը նշանակում էր, որ ծնողները չէին քնել, սպասելով իրեն։ Նա մտավ ներս եւ առաջին մարդը, ում տեսավ, Արմանն էր։ Նա նստած էր հյուրասենյակի բազմոցին, դեմքը ձեռքերի մեջ թաղած։ Տեսնելով Նաիրային, նա ոտքի թռավ։ Նրա աչքերում կար հույսի եւ տառապանքի խառնուրդ։ Նաիր, որտեղ էիր։ Ես չեմ կարող առանց քեզ։ Ինձ համար միևնույնն է, թե ինչ կասեն մարդիկ, ինչ կանի հայրս։ Ես սիրում եմ քեզ, եւ դա միակ բանն է, որ կարևոր է, ասաց նա մոտենալով եւ փորձելով գրկել Նաիրային։ Բայց Նաիրան մի քայլ հետ գնաց։ Նրա շարժումը կտրուկ էր ու սառը։ Նա նայեց Արմանին, եւ նրա հայացքում այլևս չկար այն սիրահարված աղջկա հայացքը, այնտեղ դատարկություն էր։ Մենք ազգականներ չենք, Արման, ասաց նա հանգիստ, բայց պողպատե ձայնով։ Սենյակում կանգնած ծնողները եւ Արմանը քարացան։ Ինչ ես ասում աղջիկս, գլուխդ տեղը չէ, շշնչաց Անահիտը։ Նաիրան դանդաղ բառ առ բառ պատմեց այն ամենը, ինչ իմացել էր Մարոյից։ Նա պատմեց որդեգրված տղայի, կեղծ անվան եւ տասնամյակներ տևած ստի մասին, որը պահպանել էր իր իսկ տատիկը։ Երբ նա ավարտեց, սենյակում տիրեց խուլ լռություն։ Առաջինը խոսեց Արմանը։ Նրա դեմքին անհավատությունն ու շփոթությունը փոխարինվեցին անսահման թեթևությամբ եւ ուրախությամբ։ Այսինքն մենք կարող ենք մեր ամուսնությունը։ Նա չավարտեց, բայց նրա աչքերը փայլում էին, սակայն Նաիրայի հայացքը մնում էր սառը։ Ոչինչ չի կարող լինել, Արման, կտրուկ պատասխանեց նա։ Արմանը ցնցվեց, բայց ինչու, խոչընդոտ այլևս չկա, մենք սիրում ենք իրար։ Նաիրան դառնորեն ծիծաղեց, եւ այդ ծիծաղի մեջ կար ավելի շատ ցավ, քան ուրախություն։ Խոչընդոտը արյունը չէր, Արման, խոչընդոտը սուտն էր, սուտը, որի վրա կառուցված է քո ամբողջ ընտանիքը, սուտը, որը պահպանել է իմ տատիկը, ոչնչացնելով իմ կյանքը։ Դու հասկանու՞մ ես։ Մեր հարաբերությունները ծնվել են ստից եւ թունավորվել են ստով։ Ինչպես կարող ենք մենք երջանիկ լինել մի հիմքի վրա, որն ի սկզբանե փտած է եղել։ Նա շրջվեց դեպի իր ծնողները, ապա նորից նայեց Արմանին։ Ես չեմ կարող ամուսնանալ մի մարդու հետ, ում տոհմածառը կեղծիք է։ Ես չեմ կարող լինել մի ընտանիքի մաս, որի պատիվը կառուցված է ուրիշի ողբերգության վրա։ Եվ ամենակարևորը, ես այլևս չեմ վստահում ոչ ոքի, ոչ քեզ, ոչ քո ընտանիքին, ոչ իմ սեփական տատիկին։ Այդ խոսքերից հետո նա շրջվեց եւ գնաց իր սենյակ, թողնելով բոլորին ցնցված եւ շփոթված։ Նրա ներսում այլևս տառապող հարսնացուն չէր, նրա ներսում արթնացել էր մի կին, որը հասկացել էր, որ իր պայքարը ոչ թե սիրո, այլ ճշմարտության համար է։ Նրա գործողությունների պլանը դեռ պարզ չէր, բայց նա գիտեր մի բան, նա պետք է քանդեր այս ստի կայսերությունը մինչև վերջին քարը։ Եվ առաջին մարդը, ով պետք է պատասխան տար, իր տատիկն էր, Սվետլանան։ Նա պետք է ստիպեր նրան խոստովանել ամեն ինչ, ոչ թե իրեն, այլ ամբողջ աշխարհին։ Նոր դաշնակիցներ դեռ չկային, բայց նա գտավ իր գլխավոր թշնամուն՝ տասնամյակների լռությունը։
Եվ նա պատրաստվում էր խախտել այդ լռությունը, նույնիսկ եթե դրա ձայնը քանդեր ամեն ինչ։ Հաջորդ առավոտ Նաիրան արթնացավ ոչ թե արցունքներով, այլ սառը վճռականությամբ։ Ցավը չէր անցել, բայց այն վերածվել էր վարելիքի։ Նա այլևս զոհ չէր, նա դարձել էր մարտիկ։ Նրա առաջին քայլը ուղղված էր դեպի ստի սիրտը, իր տատիկի ննջասենյակ։ Սվետլանան նստած էր անկողմում նույն կոտրված ու հոգնած տեսքով։ Նաիրան կանգնեց նրա դիմաց, ձեռքին պահելով հեռախոսը։ «Տատիկ, դու երկու ընտրություն ունես, կամ դու հիմա կպատմես ինձ ամեն ինչ, ամեն մի մանրուք, ամեն մի սուտ, որի վրա կառուցել ես մեր ընտանիքի կյանքը, եւ ես դա կձայնագրեմ, կամ ես կգնամ ոստիկանություն եւ դիմում կգրեմ Արմանի պապի ինքնության կեղծման փաստով։ Թող նրանք պարզեն, թե ով է իրականում թաղված Վահանի գերեզմանում»։ Սվետլանայի աչքերը լայնացան սարսափից։ Նա գիտեր, որ թորնուհին չի կատարում, դա շանտաժ էր, դա դաժան էր, բայց Նաիրան այլ ճանապարհ չէր տեսնում։ Եվ Սվետլանան սկսեց խոսել։ Նա խոսում էր ժամեր շարունակ, դողացող ձայնով, հաճախ ընդհատելով լացով։ Նա պատմեց ամեն ինչ, ոչ միայն որդեգրման մասին, այլև ավելի մութ գաղտնիքների։ Պարզվեց, որ իրական Վահանը ոչ թե պատերազմում էր մահացել, այլ ինքնասպան էր եղել, չդիմանալով այն ամոթին, որ իր հայրը երկու ընտանիք ունի։ Նրա մայրը, որպեսի թաքցնի ինքնասպանության խայտարակ փաստը, հորինել էր պատերազմի պատմությունը եւ որդեգրել օտար երեխայի։ Սուտը ստի վրա էր կառուցվել, ստեղծելով մի հրեշավոր կառույց։ Նաիրան լսում էր, եւ նրա սրտում զայրույթին սմենյալ ագիդա։ Նրա տատիկը ոչ միայն թաքցրել էր ճշմարտությունը, այլև պղծել էր իր իսկ եղբոր հիշատակը։ Ձայնագրությունը ձեռքին Նաիրան գնաց իր երկրորդ թիրախի մոտ, Վարդանի տուն։ Նա մտավ այնտեղ առանց թույլտվության, անկոչ հյուրի պես։ Վարդանը, Կարինեն եւ Արմանը ճաշում էին։ Նրա հայտնվելը սառեցրեց օդը։ «Ես եկել եմ ձեզ ցույց տալու ձեր ընտանիքի իսկական պատմությունը», ասաց նա եւ միացրեց ձայնագրությունը։ Սվետլանայի խոստովանությունը լցրեց սենյակը։ Յուրաքանչյուր բառը ապտակի պես էր հնչում։ Վարդանի դեմքը գնալով քարանում էր։ Նա լսում էր, թե ինչպես է իր հոր, իր հերոսի, իր կուռքի կյանքը փլուզվում իր աչքի առաջ, վերածվելով կեղծիքի։ Երբ ձայնագրությունն ավարտվեց, նա դանդաղ բարձրացրեց հայացքը։ Նրա աչքերում ոչ թե զայրույթ էր, այլ կոտրվածություն։ «Ինչ ես ուզում մեզնից», հարցրեց նա խուլ ձայնով։ «Ես ուզում եմ, որ դուք ընդունեք ճշմարտությունը, որ դուք դադարեք խոսել պատվի եւ բարի անվան մասին, որովհետեւ ձեր անունը կառուցված է ստի վրա։ Ես ուզում եմ, որ դուք հրապարակայինորեն ներողություն խնդրեք իմ ընտանիքից, մեզ խաբելու եւ անհիմն մեղադրանքների համար», պահանջեց Նաիրան։ Վարդանը ծիծաղեց, դա հիստերիկ անառողջ ծիծաղ էր։ «Ներողություն։ Դուք եք մեզ խաբել։ Քո տատիկն է այս ամենի հեղինակը։ Նա է քանդել իմ կյանքը, իմ հավատը։ Դուք պետք է ներողություն խնդրեք»։ Հակամարտությունը նոր փուլ էր մտել։ Այժմ երկու ընտանիքներն էլ զոհ էին, եւ երկուսն էլ մեղավոր։ Արմանը փորձում էր հաշտեցնել կողմերին, բայց նրա ձայնը խեղդվում էր փոխադարձ մեղադրանքների աղմուկի մեջ։ Նաիրան հասկացավ, որ պարզ խոստովանությունը բավարար չէ։ Այս հանգույցը քանդելու համար պետք էր ավելի կտրուկ քայլ։ Նրա հայացքը կանգ առավ պատին կախված Վահանի մեծ դիմանկարի վրա։ Այդ մարդու դեմքին կար մի տխուր, հանգիստ արտահայտություն, կարծես նա գիտեր, որ մի օր իր գաղտնիքը կբացահայտվի։ Եվ Նաիրան որոշեց։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Դա կլիներ ամենացավոտ, բայց միակ ճիշտ քայլը։ Նա պետք է գտնի իրական Վահանի գերեզմանը։ Նա պետք է վերականգնի արդարությունը, նույնիսկ եթե դա նշանակում է բացել հին վերքեր եւ ստիպել բոլորին նայել այն սարսափին, որը թաքնված էր մոխրի տակ։ Իրական Վահանի գերեզմանը գտնելու որոնումները Նաիրային տարան դեպի հին լքված գերեզմանոց, գյուղի ծայրին։ Արխիվային փաստաթղթերի եւ Մարո տատիկի խառը հիշողությունների օգնությամբ նա կարողացել էր պարզել, որ Վահանին թաղել էին ոչ թե ընտանեկան գերեզմանատանը, այլ այստեղ ինքնասպանների համար նախատեսված անպատիվ մի անկյունում։ Այդ գործում նրան անսպասելիորեն միացավ Արմանը։ Նա եկել էր ոչ թե որպես փեսացու, այլ որպես մարդ, ում աշխարհը նույնպես փլուզվել էր եւ ով նույնպես ճշմարտության կարիք ուներ։ Նրանք միասին մաքրեցին տասնամյակների փոշին ու մամուրը մի անանուն տապանակարից, մինչև որ հայտնվեցին հազիվ նշմարելի տարրերը՝ Վահան։ Դա բավարար չէր։ Նաիրան պահանջեց Արտաշիրի մում։
Դա սարսափելի, գրեթե սրբապիղծ քայլ էր, որին դեմ էին բոլորը՝ իր ծնողները, Վարդանը, նույնիսկ իշխանությունները, բայց Նաիրան անդրդվելի էր։ Նա հասկանում էր, որ առանց անհերքելի ապացույցի այս պատմությունը հավերժ կմնա որպես ընտանեկան բամբասանք։ Եվ ահա, մի մռայլ անձրևոտ երկու ընտանիքները հավաքվեցին այդ լքված գերեզմանոցում։ Օդում կախված էր լարվածություն, փոխադարձ ատելություն և չասված խոսքերի ծանրությունը։ Սվետլանան նույնպես այնտեղ էր, հենակներով, փոքրացած, կոտրված մի կին։ Նա նայում էր բացվող գերեզմանին և նրա դեմքին արտահայտված էր տասնամյակների տառապանքը։ Երբ մասունքները հանեցին և փորձագետները սկսեցին իրենց աշխատանքը, լռությունը դարձավ անտանելի։ Եվ ահա հնչեց վճիռը։ Գենետիկական փորձաքննությունը հաստատեց, որ գերեզմանում հանգչողի ՏՆԹ-ն 50%-ով համընկնում է Սվետլանայի ԴՆԹ-ի հետ։ Դա նրա եղբայրն էր, իրական Վահանը։ Այդ պահին տեղի ունեցավ կուլմինացիան, բայց դա աղմկոտ պայթյուն չէր, այլ խուլ, Ներքին փլուզում։ Վարդանը նայեց իր ձեռքերին, կարծես առաջին անգամ էր տեսնում դրանք։ Ամբողջ կյանքում նա հպարտացել էր իր ազնվական արյունով, իր պապենական ուժով, բայց պարզվեց, որ այդ ամենը սուտ էր։ Նա անծանոթ, որբ տղայի թոռ էր։ Նրա ինքնության հիմքը փոշիացավ։ Սվետլանան, չդիմանալով ճնշմանը, ընկավ ծնկների վրա, եղբոր գերեզմանի թաց հողին։ Եվ առաջին անգամ 70 տարվա մեջ նա սկսեց ոչ թե լուռ լաց լինել, այլ գոռալ։ Նա գոռում էր, թափելով իր ամբողջ ցավը, մեղքի զգացումը, կորցրած կյանքի դառնությունը։ Նրա կիչի մեջ կալ ամեն ինչ՝ և զղջում, և ինքնաարդարացում։ Այդ պահին բոլորը հասկացան, որ այս պատմության մեջ հաղթողներ չկան, բոլորը պարտվել էին։ Բախումը լուծվեց ոչ թե ներողությամբ կամ հաշտությամբ, այլ ընդհանուր ցավի գիտակցմամբ։ Նրանք բոլորը միևնույն ստի զոհերն էին, որը սերնդես սերունդ փոխանցվել էր, թունավորելով նրանց կյանքը։ Նաիրան մոտեցավ տատիկին և, ի զարմանած բոլորի, ոչ թե մեղադրեց, այլ գրկեց նրան։ Դա ներման գրկախառնություն չէր, դա ընդունման գրկախառնություն էր։ Նա ընդունեց իր ընտանիքի անցյալը, իր ողջ կաբախով և ցավով։ Նա ընտրեց ոչ թե վրեժը, այլ ապաքինումը։ Մի քանի ամիս անց կյանքը շարունակվում էր, բայց այն այլևս երբեք նույնը չէր լինի։ Երկու ընտանիքները չդարձան մտերիմ, նրանց միջև ընկած անդունդը չափազանց խորն էր, բայց նրանք սովորեցին ապրել միմյանց կողքի, առանց ատելությամբ։ Վարդանը վաճառեց իր բիզնեսը և մեկուսացավ, փորձելով գտնել իր նոր ինքնությունը։ Սվետլանան իր կյանքի մնացած մասն անցկացրեց, փորձելով քավել իր մեղքը, օգնելով որբ երեխաներին։ Իսկ Նաիրան ու Արմանը, նրանց սերը չմահացավ, բայց այն փոխվեց։ Փոթորիկը, որով նրանք անցան, քանդեց նրանց միջև եղած պատրանքները և թողեց միայն մերկ, անկեղծ կապվածություն։ Նրանք որոշեցին սկսել ամեն ինչ նորից, բայց ոչ թե որպես հարս ու փեսա, այլ որպես երկու մարդ, ովքեր միասին անցել են դժոխքի միջով և գտել են ճանապարհը դեպի լույս։ Նրանց հարսանիքը այդպես էլ չկայացավ, բայց նրանք կառուցեցին մի բան ավելի ամուր՝ հարաբերություններ, հիմնված ոչ թե ստի, այլ դառը, բայց ազատագրող ճշմարտության վրա։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ անցյալի ամոթը թաքցնելու փորձերը միայն նոր, ավելի բարդ և ցավոտ խնդիրներ են ստեղծում ապագա սերունդների համար։ Ճշմարտությունը, որքան էլ անհարմար լինի, առողջ հարաբերությունների և ընտանիքի միակ հիմքն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, կարելի է արդյոք ներել նման սուտը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և եկեք քննարկենք, թե որքան հեռու կարող է գնալ սուտը, որը դարձել է տոհմածառ։